եք նշել, թե ինչպես ընտրեցիք հենց այս ոլորտը։ Իրավաբանի մասնագիտությունը մի քանի անգամ տարբեր հարցազրույցներում ասել եմ, որ երբեք իմ երազանքը չի եղել։ Ես այլ երազանք ունեի, բայց հիմա ես հասկանում եմ, որ գտնվում եմ այնտեղ, որտեղ պետք է լինեի։ Ես սիրում եմ իմ մասնագիտությունը եւ ինձ հետաքրքիր է, եւ քրեական իրավունքն է հատկապես հետաքրքիր։ Ինչու, որովհետեւ հանցավորությունը հասարակական կյանքի այն ոլորտն է, որին հաճելի չի անդրադառնալ, բայց կարևոր է ինչու, որտեղ ինքը հասարակության բարոմետրն է։ Երբ որ մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ պետության հետ գործ ունենք, փաստաթուղթը, որը պետք է ընթերցենք, թող ինձ ներեն սահմանադրագետները, բայց դա սահմանադրությունը չէ, քրեական իրավունք, քրեական օրենսգիրքն է, որովհետև քրեական օրենսգիրքն է ցույց տալիս հասարակության առաջնահերթությունները, ինչն է պատժելի, ինչ չափով է պատժելի, ինչպիսի վերաբերմունք ունի հասարակությունը հանցանք կատարած անձի նկատմամբ։ Արդյոք այդ հասարակությունը վրեժխնդիր հասարակություն է, թե ներողամիտ հասարակություն է։ Եվ ընդհանրապես ժողովրդավարության բարոմետրը քրեական օրենսգրքում է հենց թաքնված։ Եվ դա է պատճառը, որ գուցե ես մի փոքր ավելի մասնագիտական, մեծամտություն ունեմ, շովինիզմ ունեմ, բայց ես կարևորում եմ երևական հարաբերություններն ու քրեական իրավունքը իրավաբանի մասնագիտության մեջ։ Ու դա է պատճառը, որ ընտրել եմ հենց այս մասնագիտացումը։ Վրեժխնդիր հասարակություն, մեր հասարակությունը այդպիսին է։ Գիտեք, հասարակական ընկալումը շատ տարբեր է, տարբեր գործերով։ Իրականում պատիժը այն գաղափարով, որ այսօր կա, վրեժ չէ։ Պատիժը, եթե գնանք շատ ավելի վաղ կրոնական ակունքներից գանք, չէ, առաջին օրենսգրքերը դրանք կրոնական աղբյուրներն են, 5 կտակարանն է, Ղուրանն է, 5 կտակարանում թալյոնի սկզբունքն էր գործում, ակննդական, ատամն ընդատամն։ Քրիստոնեական ժամանակաշրջանում այս սկզբունքը բացառվեց եւ եկավ ներման գաղափարը, որը որ դրված է այսօր պատժի հիմքում։ Ճիշտ է, մեր արդարադատության աստվածուհին քրիստոնեական աստվածուհի չի Ֆեմիդան, բայց հատուցման համարժեք փոխհատուցման գաղափարը չի մեր պատժի հիմքում դրված։ Մեր հասարակությունը ակնկալվում է, որ պետք է ներողամիտ լինի։ Ակնկալվում է, բայց արդյոք այդպիսին է մանավանդ վերջին համակարգ գործերի մեկնաբանությունները եւ այլը, որ տեսնում ես, նույնիսկ չեն ուզում սպասել դատավարության եւ միանգամից ուզում են պատժել։ Դա կարծում եմ մեր իրավաբաններից բաց թողումն է, որովհետեւ հատկապես տեսական գործունեությամբ զբաղվող իրավաբանների, այդ թվում նաեւ իմ, որովհետեւ մենք անդադ խոսում ենք իրավագիտակցության մասին, բայց ինքներս շատ քիչ աշխատանք ենք տանում իրավագիտակցության շրջանակները հստակեցնելու, իրավագիտակցությունը բարձրացնելու, մարդկանց իրազեկելու ուղղությամբ, որովհետև իսկապես առաջին էմոցիան դա զայրույթն է։ Ցանկացած հանցագործություն զայրույթ է առաջացնում, բայց մենք ունենք հետաքրքիր մասնագիտացում, որը կոչվում է կրիմինոլոգիա, որը ուսումնասիրում է հանցավորության պատճառները։ Պատկերացնեք, որ բժիշկը հրաժարվի, վիրաբույժը հրաժարվի վիրահատական միջամտությունից, ասելով, որ ես չեմ սիրում այս հիվանդին։ Ձեր հարցին պատասխանեմ նաև մի փոքր էլի sense պատմական էքսկուրս անելով, հա։ Անգլիական դատարաններում, հա, Հագի դատարանը վերցնենք Անգլիայի, կամ նույն Միացյալ Նահանգներում, ինչի է դատավորը մանձիայով, ինչի է դատավորը կեղծանով, որովհետև դատավորը անդեմ է։ Երբ որ դատավորը հագնում է իր պատմուճանը եւ մտնում նիստերի դահլիճ, եւ եթե նկատեք դատախազնել է պատմուճանը, մեզ մոտ չէ, փաստաբաննել է պատմուճանով, այսինքն երբ որ դու մտնում ես դատարան, դու այլևս, ասենք, Աննա Վարդապետյանը չես, դու այսինչ անձի պաշտպանն ես, եւ քո անձնական էմոցիաները, քո վերաբերմունքը, ամեն ինչը մնում է դատական նիստերի դահլիճից դուրս, այ պրոֆեսիոնալիզմը դա է։ Պատկերացնում եք, ես մտնեմ լսարան իմ էմոցիաներով ու մտքերով ու խնդիրներով։ Դա պրոֆեսիոնալիզմ չի։ Ես հրաժարվեմ իմ աշխատանքն իրականացնելուց, որովհետև ես ինչ-որ բան չեմ սիրում, էլի պրոֆեսիոնալ չի։ Էմոցիաները կարևոր են, բայց էմոցիաները պրոֆեսիոնալիզմի հետ ոչ մի աղերս չունեն։ Եվ կարծում եմ, իհարկե բոլորս ունենք այդ էմոցիաները, բայց պետք է հասկանալ, որ եթե դու ստանձնել ես որոշակի մասնագիտություն, այդ մասնագիտությունը պահանջում է քեզանից զոհեր, այդ թվում էմոցիայի բացակայության ձևով։ Ու ինչքան էլ դա հիմա տարօրինակ հնչի, բայց այդ էմոցիաները պետք է սանձել։ Իրենք էլի կրկնվում եմ, բայց
հրաշալի ստրուկ են ու սարսափելի տիրակալ։ Էմոցիաների հետ պետք է միշտ վարվել ստրուկի նման, այսինքն պահել իրենց որոշակի, իրենց հարիր, իրավիճակում։ Ու պրոֆեսիոնալիզմը ենթադրում է ոչ թե դրանց բացակայություն, այլ դրանց հենց այդ սանձած վիճակը։ Էթիկայի տեսանկյունից իրավունք չունեմ որևէ բան ասելու, որտեղ դա էլի պրոֆեսիոնալ չի լինի հաստաբանի նկատմամբ, բայց ես ինքս սիրում եմ, չեմ սիրում կատեգորիաներով չեմ աշխատում, ոչ թե աշխատում եմ, այլ ամեն ինչ անում եմ, որ չառաջնորդվեմ այդ կատեգորիաներով, երբ որ ես մտնում եմ բալասարան, երբ որ ես մտնում եմ աշխատանքի վայր։ Տանում ընկերների հետ, բայց պրոֆեսիոնալ դաշտում ոչ։ Նշեցիք, որ ուզում եք շարունակեք, ձեր ուսումը, ձեր հետագա պլանների մասին կարող եք պատմել։ Ոյ, ասում ուզում ես Աստծուն ծիծաղեցնել պատմությունների մասին։ Իրականում ես այն գրավիչ է իհարկե իրավաբանի համար շարունակական կրթությունը եւ զգալիս է մի պահ, որ դու հասկանում ես, որ մի քիչ ավելի մեծ ծովի կամ օվկիանոսի կարիք ունես արդեն նավարկելու համար, բայց կոնկրետ իմ կյանքի այս փուլում ես հասկանում եմ, որ իմ գիտելիքն ավելի շատ պետք է այստեղ եմ երկրում եւ դա ինձ չի խանգարում իհարկե հեռակայել եւ հեռակա իրականացնել իմ կրթությունը, բայց ես նախընտրում եմ եւ միշտ էլ իմ ընտանիքն լույս իմ ընտանիքից է դա գալիս, մենք բոլորս միշտ մտածել ենք, որ մեր գիտելիքն ու ամեն ունակությունները պետք է մեր երկրին ծառայեցնենք։ Եվ եթե անգամ նույնիսկ ինչ-որ մի պահ ես որոշեմ, որ մի քանի տարի պետք է գնամ սովորեմ, մի նպատակով ընդհանրապես ավելի շատ փորձ, ավելի շատ գիտելիք ձեռք բերելու ու հետ գալու համար։ Ինչքան էլ գեղեցիկ լինեն ուտար քաղաքները, տնից լավ տեղ չկա, միևնույնն է։ Ու ես միշտ ուզում եմ, որ այդ փորձը ես հատկապես իմ ուսանողներին կարողանամ փոխանցել, որովհետև իրենց մեջ եմ տեսնում ապագան, իրենց մեջ եմ տեսնում փոփոխությունը։ Իրենք մի կարևոր հատկանիշ ունեն, իրենք կոնսերվատիվ չեն։ Հետո դառնում են, մենք էլ ենք դառնում, բայց այդ տարիքում մաքսիմալ շատ գիտելիք պետք է իրենց տալ։ Ասում, եթե գուցե կգա ինչ-որ մի պահ, որ կգնամ սովորելու, վստահ եմ, որ այդ պահը գալու է ու երևի արդեն հասունանում է, բայց անպայման մի նպատակով այստեղ բերելու այդ գիտելիքը։ Երբ ինչ-որ մեկ այդ հարցազրույց վարում, ես մտածում եմ միշտ, որ ինքը միջավայրի մեջ է միշտ իրավաբանություն, իրավագիտություն, քրեական իրավունք եւ այլն, այլ աշխատանքից դուրս ինչով եք զբաղվում։ Պոանտներս չեք տեսել։ Ոյ, այդ մետաքրությունների շրջանակը բավական լայն է։ Ես այս վերջերս սկսել եմ ապրել ու ինձ դա շատ դուր է գալիս։ Դա շատ իմ անձնականն է, ես վերջերս ինչ-որ շատ այդ թեման իմ անձի հետ կապվում, PR-ի նման է դառնում, արդեն դուրս չի գալիս, բայց դա ես պահին իմ հոբին է։ Ես շատ կարդում եմ, բայց ոչ իրավագիտության հետ կապված գրքեր, երեկոն ու գիշերը դա իմ ժամանակն է, ոչ մասնագիտական ու ինչպես բոլոր իրավաբանները ես էլ անքնություն ունեմ, ու դա ինձ օգնում է շատ կարդալ։ Շատ գնահատում եմ արվեստը ժամանակին, ինքս եմ նկարել, հետո չզբաղվեցի ու գնաց այդ ունակությունը, բայց մեծագույն հաճույքով գնում եմ պատկերասրահ, շփվում եմ նկարիչների հետ, քանդակագործների հետ, արվեստագետների հետ։ Աշխատում եմ այն ամեն ինչ, որ համամարտկային է, ինչ որ մնայուն է, ինչ որ գեղեցիկ է, դրանով լցնեմ իմ կյանքի այն հատվածը, որ զբաղված չի իրավաբանությամբ։ Կենդանիներն են մեծ մասը կազմում իմ առօրյայի, կատուն եմ, այո։ Կենդանիներն են իմ կյանքի մի մասը զբաղեցնում, մարդիկ։ Ընդհանրապես ես սիրում եմ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալ ու շփվել, անկախ մասնագիտությունից, անկախ կրոնից, ռասայից, դավանանքից, տարիքից, սերտ, անկախ ամեն ինչից։ Եթե մարդը ունի հետաքրքիր ինչ-որ մի ջիղ, մի անպայման այդ մարդին շրջապատում միջավայրում տեղ ունի։ Իրավագիտությունն արվեստը որտեղ այդ եզրը մոտ են իրենք այդքան։ Չեք լսել, որ օրենքը բարու եւ արդարության արվեստն է։ Արվեստը ամեն տեղ է, տեսեք։ Երբ որ դու ինչ-որ բան անում ես սիրով ու անում ես հմտությամբ, այդ դա արվեստ է։ Երբ որ ինչ-որ մի բան անում ես սիրով, բայց ոչ հմուտ, դա հոբի է։ Երբ որ ինչ-որ բան անում ես առանց սիրով, բայց հմուտ, դա արհեստ է։ Ես աշխատում եմ իմ մասնագիտության մեջ ներբեռնել այդ սերը։ Սերը մասնագիտության հանդեպ եւ սերը մարդու հանդեպ, ինչքան էլ դա տարօրինակ լինի քրեական իրավունքի տեսանկյունից, բայց սերը մարդու հանդեպ դժվար է շատ։ Որտեղ մեկ-մեկ այդ էմոցիան ինչ-որ գլուխ է բարձրացնում, բայց կարծում եմ, որ արվեստը ամենտեղ կա,
ուղղակի պետք է գտնել կամ ստեղծել։ Կատվի մասին։ Կատվի, եկեք։ Կատուն ինչ դեր ունի այս ամեն ինչում։ Կատուն։ Ոչ մի պատկերացրեք։ Կատուն ոչ մի դեր չունի։ Կատուները շները կենդանիներ, որոնք հայտնվում են, ոչ մի դեր չունեն։ Իրենք ուղղակի ինչ-որ մի ժամանակ ունեն իմ կարիքը, գալիս են, հետո ոմանք մնում են, ոմանք գնում են։ Դուք հենց տանը չեք պահում։ Տանն եմ պահում։ Մեկին։ Մեկին, հա, այս պահին մեկին, բայց եղել են ժամանակահատվածներ, երբ որ մի քանի շուն է եղել տան մեջ, կատու է եղել, էսթետիկայի տեսանկյունից իհարկե շատ դժվարություններ է առաջացնում, բայց հեշտ է կազմակերպել կենցաղը։ Տեսեք, կենդանների հետ կապված միշտ ինձ հարցնում են բոլոր կենդանիներն ես սիրում, վստահաբար բոլոր։ Սողուն, կատնասուն, թռչուն, միջատ եւ կենդանիների պարագայում տեսեք մենք մի քիչ շատ ենք ծայրահեղացնում ու ասես բարեգործության նման ենք հարցին մոտենում։ Բայց այդ բարեգործություն չի, այդ պատասխանատվություն է, որովհետեւ երբ որ դու ունես մի բան, որը առավել է, դու պարտավոր ես դա օգտագործել ի նպաստ։ Ու միշտ պետք է հիշես, որ ոնց դու ես վարվում, նույնց է քո հետ վարվելու։ Որովհետեւ եթե դու վերևից ես նայում ինչ-որ մեկին, ուրեմն ինչ-որ մեկը քեզ է վերևից նայելու։ Եթե դու վնասում ես ինչ-որ մեկին, ուրեմն ինչ-որ մեկը քեզ է վնասել։ Ու այս կանոնով պետք է վերաբերվել եւ բնությանը, եւ մարդկանց, եւ կենդանիներին, եւ շրջապատին։ Ես էլ կատուն եմ։ Ես մտածում եմ, ինքը ինձ ավելի շատ բանատար քան ես իրեն։ Դրա համար գիտեք, էմոցիոնալ տեսանկյունից հա։ Օրինակ իրենք զգում են, երբ որ դու հիվանդ ես, երբ որ դու հոգնած ես, երբ որ դու անտրամադիր ես։ Ու մի կարևոր բան կա, կենդանիները մեզ միշտ ստիպում են մարդ մնալ։ Որտեւ մենք այս առօրյա վազքի մեջ մոռանում ենք ինչ է նշանակում էմպաթիա, ինչ է նշանակում հոգատարություն, ինչ է նշանակում ու մեկ կենդանիները մեզ ուշք են բերում։ Մեր հասարակությունը ակնկալվում է, որ պետք է ներողամիտ լինի։ ակնկալվում է, բայց արդյոք այդպիսին է մանավանդ վերջին համակարգ գործերի մեկնաբանությունները եւ այլը որ տեսնում ես, նույնիսկ չեն ուզում սպասել դատավարության եւ միանգամից ուզում են բաժին։ Դա կարծում եմ մեր իրավաբաններից բաց թողումն է, որովհետև հատկապես տեսական գործունեությամբ զբաղվող իրավաբանների, այդ թվում նաև իմ, որովհետև մենք անդադ խոսում ենք իրավագիտակցության մասին, բայց ինքներս շատ քիչ աշխատանք ենք տանում իրավագիտակցության շրջանակները հստակեցնելու, իրավագիտակցությունը բարձրացնելու, մարդկանց իրազեկելու ուղղությամբ, որովհետև իսկապես առաջին էմոցիան դա զայրույթն է։ Ցանկացած հանցագործություն զայրույթ է առաջացնում, բայց մենք ունենք հետաքրքիր մասնագիտացում, որը կոչվում է կրիմինոլոգիա, որը ուսումնասիրում է հանցավորության պատճառները։ Երբ որ դու սկսում ես հասկանալ, փորձել հասկանալ, թե ինչ ծագում ունի հանցագործությունը, ինչու է մարդը հանցագործություն անում, վրեժխնդրությունը սկսում է արդեն երկրորդ կողմ մղվել։ Եվ դու սկսում ես մտածել ավելի շատ ուղղման, վերականգնման, կանխման, բացառման, բայց ոչ վրեժի մասին։ Եվ կարծում եմ այս առումով մենք իրավաբանները շատ անելիք ունենք հասարակության հետ, հասարակական սեկտորի հետ, մեր ուսանողների հետ, ինչու՞ չէ նաև աշակերտների, ընդհանրապես ամբողջ հասարակության հետ։ Վաղ տարիքից դասավանդում եք եւ Երևանի պետական համալսարանում, այլ հեշտ է ուսանողների հետ, տարիքակիցներին դաս տալ այսպես։ Իմ ամենասիրելի մասը օրվա դա համալսարանում անցկացրած ժամանակն է։ Արդեն 10 տարի ես համալսարանում դասավանդում եմ եւ ամեն տարի երբ որ նոր մտնում եմ լսարան, ուզում եմ ինձ համար այսպես չելենջի փորձություն է։ Ես հաճույքով եմ մտնում թե չէ։ Ես էնտուզիազմով եմ մտնում թե չէ։ Եվ ինքս ինձ խոստացել եմ, որ այն վարքյանին, երբ որ իմ այդ էնտուզիազմը կպակասի, ես այլևս լսարան չեմ մտնի։ Իսկապես դժվար էր սկզբից, որովհետև իրավագիտության ֆակուլտետը հեշտ ֆակուլտետ չի, ունի ներքին շատ հստակ սահմաններ, ունի, այսպես ասած, կաղապարված կոնսերվատիվ մոտեցում, բայց գիտեք, դեռ ուսանող լինելու տարիներին ես մտածում եի, որ երբ որ ես հայտնվեմ սեղանի հակառակ կողմում, որպես դասախոս, կան բաներ, որոնք ես չեմ կրկնի, այն ինչ որ արել են իմ դասախոսները, եւ այսօր ես աշխատում եմ շատ ավելի ինտերակտիվ եւ շատ ավելի անալիտիկ դասավանդել
իմ առարկաները եւ բակալավրիատում եւ մագիստրատուրայում, որովհետեւ կարծում եմ, որ հիշողության վրա հենված կրթությունն արդեն վաղուց իր դարն ապրել է։ Այսօր մենք կարևոր է, որ մեր ուսանողներին կարողանանք սովորեցնել մտածել։ Օրենսգրքերը շատ արագ են փոխվում, իրականությունը շատ արագ է փոխվում եւ իրավաբանի կարևոր հատկանիշը պետք է լինի վերլուծական միտքը։ Եթե մենք վերլուծական միտքը չենք զարգացնում, եթե մենք ստեղծագործական ունակությունը չենք զարգացնում, կաղապարում ենք, մենք մեր գործը սխալ ենք անում ուրեմն։ Դժվարություններ շատ են եղել, հենց առաջին իսկ օրվանից սկսած։ Այս իմ աշխատասենյակում դրված բույսի հեղինակի մասին է խոսքը։ Դա հենց առաջին օրն էր, երբ որ ես մտա լսարան եւ պետք է գործնական պարապմունք անցկացնեի։ Դա բնականաբար ես ինքս երիտասարդ եմ եւ երևի արտաքինից էլ շատ մեծ այն ժամանակ հատկապես չէի երևում եւ իմ ուսանողներից մեկը որոշեց, որ դասը խանգարի, որտեղ ինքնից վարքյանին պետքա դուրս գար։ Ու երբ որ ես մի քանի անգամ կանխեցի իր դուրս գալ, ինքը ուղղակի դուռը ասենց փակեց երեսից ու դուրս եկավ լսարանից։ Դե բնականաբար արդեն դասից հետո մտածում ես ոնց ես իրավիճակը շտկելու, հա, ոնց ես կոնֆլիկտը հարթելու, հատկապես որ չես ուզում տապալես հենց առաջին օրը։ Ու շատ պատահաբար ես իմ ուսանողին հանդիպեցի իմ աշխատանքի վայրում, պարզվեց, որ ինքը պրակտիկա է գալիս Վճռաբեկ դատարանում, որտեղ որ ես այն ժամանակ խորհրդական էի, ներողություն չէ, քրեական պալատի նախագահ օգնականն էի։ Ու երբ որ իր ղեկավարը կարծիք հարցրեց, ասեց, գիտես, պրակտիկան տունենք, ինչ կարծիք ես իր մասին։ Ես ասացի, որ հրաշալի տղա է, շատ զուսպ իր դրսևորումներում եւ ես ուրախ եմ, որ ինքը իմ ուսանողն է։ Հաջորդ դասին արդեն այդ նորաթուխ ուսանողը շատ խելոք դասին նստած էր եւ ամբողջ լսանը չէր հասկանում, թե այս մեր կոնֆլիկտն ինչ է եղել։ Դասից հետո ի պատիվ իրեն ասեմ, ինքը մոտեցավ եւ փորձեց իրավիճակը հարթել եւ անզգուշություն ունեցավ ինձ հարցնելու, թե ինչ կարող է անել ինքը, որ ես իրեն ներեմ։ Ես էլ ասացի, որ կա մի բան, բայց վստահ չեմ, կանես թե չէ, ասաց ինչ ասեք կանեմ, ազնիվ տղամարդու խոսք։ Ես էլ խնդրեցի իմ դասերից չբացակայել եւ անպատրաստ դասին չներկայանալ ամբողջ տարի։ Իր համար դա իհարկե մեծ անակնկալ էր, բայց ամբողջ տարի ճուշացավ, դասից չբացակայեց եւ այդ ամբողջ խումբը ըստ էության չեմ հավեսի ինքավ, թե ինչ արեց, սկսեց իր հետ միասին սովորել։ Եվ ես էլ իրենց հետ միասին դասապսական պրակտիկան սկսեցի զարգացնել, տարվա վերջում ի զարմանս ինձ մենք շատ լավ արդյունքներ ունեցանք այդ խմբում եւ ընկերացանք իմ այդ ուսանողի հետ, հետո ինքը գնաց Մոսկվա ուսանելու, հիմա գիտա որ բավական հաջողություններ ունի մասնավոր ոլորտում, հիմա կարելի ասել մենք ընկերներ ենք, բայց ինքը իմ առաջին լավ դասն էր Երևանյան ֆակուլտետում։ Լոնդոնի Ջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մասին հա խոսենք։ Ջերմհաուսի սիրով իհարկե։ Ցանկացած իրավաբան անընդհատ մտածում է կրթությունը շարունակելու, հա զարգացնելու մասին ու ես էլ բացառություն չեմ։ Երկար եմ հիմա էլ անդադ մտածում եմ եւ երկար եմ վերլուծում, թե որ բուհն ընտրել, ուր գնալ, շարունակել։ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ 2 անգամ էսե եմ ուղարկել տարբեր հարցերի վերաբերյալ, նախ ասեմ, սա ուղեղային կենտրոն է, գիտահետազոտական ինստիտուտ է, որը տեղակայված է հենց Լոնդոնի սրտում, ստացվել է 1920 թվականին եւ գիտեմ, որ արդեն պատրաստվում են 100-ամյակը նշելու, շատ մեծ ողջավորությամբ։ Իրավաքաղաքական երևույթներին է անդրադառնում ամբողջ աշխարհի մակարդակով։ Այնտեղ կան դիվիժններ, դիպարտմենտներ առանձին, որոնք զբաղվում են տարբեր տարածաշրջանների հարցերով, օրինակ Եվրասիայով, Աֆրիկայով, Ամերիկայով, կան առանձին հարցերի վերաբերյալ դեպարտմենտներ, ասենք միջազգային քրեական իրավունքով, միջազգային մարդասիրական իրավունքով։ Իհարկե, այս ամբողջ ծավալը դու չես կարող ուսումնասիրել եւ պետք է ընտրես, թե որ ոլորտներն են քեզ հետաքրքիր։ Ես ինքս Եվրասիական տարածաշրջանի հետազոտություններն եմ հետևում եւ եթե միջոցառումներ են լինում, սիրով մասնակցում եմ եւ միջազգային քրեական իրավունքի ոլորտին, որովհետեւ հիմա զգում եմ, որ դա իմ հետաքրքրությունների շրջանակի մեջ մտնում։ Անդամակցելու գործընթացը հայեցողական է, իրենք են ընտրում։ Իմ էսեյներից հետո ես 2 տարի էսեյներն ուղարկեցի, մտադրություն չունեի անդամակցելու, ուղղակի թոփիկը ինձ հետաքրքիր էր եւ իմ կարծիքն էի ուղարկել։ Դրանից հետո ինձ եկավ հայտ, որ կարող եք դրացնել դիմումը եւ մենք կքննարկենք ձեր տեխնացությունը որպես անդամ
մեր ինստիտուտին ներգրավելու եւ ինձ ընթացակարգն էլ ուղարկեցին, բավական հետաքրքիր ընթացակարգ է, խորհուրդն է քննարկում քո տեխնացությունը, դրանից հետո ցուցակը այդ թվում քո անունի մեջը կախում են իրենց հիմնական գրասենյակում, հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անձի քո վերաբերյալ տեղեկություն հայտնել, ինչ-որ մեկնաբանություն անել, ուսումնասիրում են քո գրած աշխատանքները, քո կատարած գործունեությունը, այդ թվում մասնագիտական գործունեությունը, հասարակական աշխատանքը, նոր դրանից հետո խորհրդի որոշմամբ քեզ հնարավորություն են տալիս անդամակցելու։ Անդամակցությունը ենթադրում է մուտք իրենց էլեկտրոնային գրադարանին, որը բավական հարուստ էլեկտրոնային գրադարան է, եւ հրավերներ, որովհետեւ շատ հետաքրքիր միջոցառումներ են ունենում, տարբեր բանախոսներ են հրավիրում, որ պատկերացնեք, ասենք Կոնդոլիզա Ռայսին էին հրավիրել որպես բանախոս եւ յուրաքանչյուր անդամ իրավունք ունի անդամակցվելու եւ մասնակցելու այդ սեմինարին քննարկմանը։ Գիտեմ, որ նաև 2010 թվականին ես այդ ժամանակ դեռ չէի անդամակցում, Հայաստանի Հանրապետության նախագահն զեկույցով հանդես եկել Ջերմահոսում, իսկ 2015 թվականին արտաքին գործերի նախարարը, երկուսն էլ Ղարաբաղի հիմնախնդրով են խոսել։ Շատ on daily basis ամենօրյա հիմքով քննարկում են տեղի ունեցող երևույթներն աշխարհում։ Նշեցիք, որ ուզում եք շարունակեք ձեր ուսումը, ձեր հետագա պլանների մասին կարող եք պատմել։ Ոայ, ասում ուզում ես Աստծուն ծիծաղեցնել պատմել պլաններիդ մասին։ Իրականում ես այն գրավիչ է իհարկե իրավաբանի համար շարունակական կրթությունը եւ զգալիս է մի բան, որ դու հասկանում ես, որ մի քիչ ավելի մեծ ծովի կամ օվկիանոսի կարիք ունես արդեն նավարկելու համար, բայց կոնկրետ իմ կյանքի այս փուլում ես հասկանում եմ, որ իմ գիտելիքն ավելի շատ պետք է այստեղ իմ երկրում եւ դա ինձ չի խանգարում իհարկե հեռակայել եւ հեռակա իրականացնել իմ կրթությունը, բայց ես նախընտրում եմ եւ միշտ էլ իմ ընտանիքն, գուցե իմ ընտանիքից է դա գալիս, մենք բոլորս միշտ մտածել ենք, որ մեր գիտելիքն ու ամեն ունակությունները պետք է մեր երկրին ծառայեցնենք։ Եվ եթե անգամ նույնիսկ ինչ-որ մի պահ ես որոշեմ, որ մի քանի տարի պետք է գնամ սովորեմ, մի նպատակով ընդհանրապես ավելի շատ փորձ, ավելի շատ գիտելիք ձեռք բերելու ու հետ գալու համար։ Ինչքան էլ գեղեցիկ լինեն ուտար քաղաքները, բնից լավ դեռ չկա, միևնույնն է։ Ու ես միշտ ուզում եմ, որ այդ փորձը ես հատկապես իմ ուսանողներին կարողանամ փոխանցել, որովհետև իրենց մեջ եմ տեսնում ապագան, իրենց մեջ եմ տեսնում փոփոխությունը։ Իրենք մի կարևոր հատկանիշ ունեն, իրենք կոնսերվատիվ չեն։ Հետո դառնում են, մենք էլ ենք դառնում, բայց այդ տարիքում մաքսիմալ շատ գիտելիք պետք է իրենց տալ։ Ասում, եթե գուցե կգա ինչ-որ մի բան, որ կգնամ սովորելու, վստահ եմ, որ այդ բանը գալու է ու երևի արդեն հասունանում է, բայց անպայման մի նպատակով այստեղ բերելու այդ գիտելիքը։